Բարև ձեզ սիրելի քույրեր եղբայրներ, սկսում ենք մեր հովական զրույց հաղորդաշարը։ Այսօր իմ հյուրերն են Հոհ Արսենն ու Հոհ Տիգրանը Հոլանդիայի եւ Բելգիայի Աստծոտուն եկեղեցուց, տերորդի եղբայրներ, շնորհակալություն որ դուք եկաք, մասնակցեցիք։ Այսօրվա մեր թեման վեճեր քրիստոնյայի կյանքում շատ պրակտիկ, շատ առօրյա թեմա է ու շատ կարևոր։ Ես կուզենայի միջև հարցեր տալը, միջև մենք քննարկելը, ես կուզենայի մի հատ տեղ կարդայի Աստվածաշնչից, Հռոմեացիս 12-րդ գլխի 18-րդ խոսքը. Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությամբ մնացեք։ Ինձ թվում է շատ լավ, շատ տեղին խոսք է սա, բայց մեր կյանքը պակաս չի վեճերը, պակաս չի վիճաբանությունը, բանավիճելը ու դեռ չեմ ասում կռիվներ եւ նույնիսկ ատելություն որոշ դեպքերում։ Իմ առաջի հարցն է եղբայրներ ջան, մանավանդ եթե վեճերը լինում են ընտանիքում։ Առաջի հարցը ընտանիք։ Խոսքը գնում է, երբ որ բոլոր ընտանիքում բոլորը հավատացյալ են ու վեճ է գնում։ Ոնց նախ դա նորմալ է, որ ընտանիքում վեճեր է լինում։ Ես կարծում եմ, որ վեճ ասվածը, վիճաբանություն ասվածը ինչ կարևոր է, որ ինչ նկատի ունենք։ Կարծում եմ, որ որոշ հարցերի շուրջ, եթե ընտանիքը, եթե վերջապես մարդ տարարած է, կարա տարաձայնություններ ունենա, տարակարծություններ լինի, այո, հասարակ բան, տվյալ իրի նկատմամբ կինը ուրիշ կարծիք ունի, տղամարդը ուրիշ կարծիք ունի։ Եվ այստեղ արդեն տարաձայնություն կա։ Եվ հնարավոր է, որ ինչ-որ մի հարցի շուրջ վեճ լինի, բայց այդ վեճը կարևորը ինչպես է ընթանում եւ ինչպես է ավարտվում, ինչով է ավարտվում։ Հա։ Էսա կարևորը։ Մենք կարանք հակառակվենք ինչ-որ թեմայի շուրջ, բայց թույլ չտանք դա հասնի իրար կռվի կամ անպատվելու կամ դիմացին ցածրացնելու խոսքերով կամ կծու խոսքեր ասելով նսեմ ասնելու, էսի արդեն ես չեմ կարծում, որ սա քրիստոնեական է։ Արսեն ջան, դու ինչ կարծիք ես։ Վստահ մենք այս խնդիրը ունենք, բնականաբար շատ ճիշտ ասվեց, որ սա շատ առօրյա կամ ավելի պրակտիկ բան է, որ բոլորս դրա հետ առնչում ունենում ենք, թե մեր կյանքում, թե ընդհանրապես եկեղեցական կյանքում մարդկանց հետ շփվելով։ Բնականաբար մարդկությունը ինքը ընդհանրապես Ադամից հետ ստեղծումից հետ այդ խնդիրը տեսնում ենք, մենք հենց առաջի մարդկանց Հենց Եդեմյան պարտեզում մենք տեսնում ենք, որ այդ կոնֆլիկտը սկսվում է, արդեն մեղանչելուց հետո իհարկե, դա էլ ընտանիք էր, չէ՞, առաջին ընտանիքը բնականաբար եղբայրի եղբոր հետ, եւ տեսնում ենք, որ մեղքը ընդհանրապես ծնել է այդ վիճակը, այսինքն հակառակություն, սեփական կարծիքի բարձր դնելը, դիմացինի կարծիքը արհամարելը, վերջապես սեփական եսը առաջ տանելը, իմ ուզածը պետք է լինի, վերջապես վեճը ո՞րց է ծնվում, չէ՞, ես սենց եմ մտածում, ես ուզում եմ սենց լինի եւ վերջեմ նայում դիմացին ինչ է ուզում, ոնց է ուզում։ Այսինքն այս եսի դրսևորումը դեռ շատ հնուցակալի գալիս է Ադամից եւ մեղանչական բնությունը ժառանգելուց այնպես որ սա կարանք ասենք բնական է, ոչ թե նորմալ է, բայց բնական է, որտեղ շատ հին արմատներ ունի եւ մենք էլ բոլորս սերվել ենք այդ Ադամից, մենք կրում ենք այդ ադամական բնույթը, նրանից ծնվել ենք եւ խնդիրը, ինչպես Տիգրանն ասաց, մենք պետք է կարողանանք հասկանանք տվյալ իրավիճակների մեջ, երբ որ ինչ-որ բան մեր սրտով չի, երբ որ ինչ-որ բան մեր կարծիքին չի դիմացին է, կարողանանք հանդարտությամբ, կարողանանք հեզությամբ, կարողանանք դիմացինին հասկանալով եւ չփորձելով դիմացինին նսեմացնել, չփորձելով դիմացինին վիրավորել,
փորձել հասկանալ ինչ ասում կարծում եմ եւ շատ խաղաղությամբ բացատրել այն ինչ որ դու ես մտածում եւ չտանել կոնֆլիկտի մարդիկ կարան իրար հետ անհամաձայնություն ունենան բայց չթողեն դա հասնի կոնֆլիկտի ընտանիքում կոնֆլիկտ նկատի ունես բացասական իմաստով այո բացասական իմաստով չտանի հենց էդի նկատեն ոչ թե իրար հետ խոսել այդ չէ մենք խոսում ենք հիմա կոնֆլիկտի նկատելով այդ բացասական մասը որ կտանի կռվի հետո հետևանքուն այսինքն մենք կարող ենք իրար հետ խոսել ունենալով ոչ իրար հետ համաձայն կարծիք բայց իմաստությամբ խոհեմությամբ քրիստոնյա վայել չթողենք դա հասնի կռվի, վեճի, կոնֆլիկտի, մենք գիտենք, մեր առօրյայում տեսնում ենք, եւ ոչ եկեղեցում կամ անգամ եկեղեցում էլ պատահում ցավոք սրտի, մարդիկ մի փոքր բանից, երբ որ խոսում ես ինչ-որ մեկի հետ որ բաժանվել են, հասկանում ես այն մի կաթիլ մեղրի պատմությունը, որ տակը իրականում լուրջ պատճառ չկա, երբ որ լսում ես երկու կողմին, հասկանում ես ախր էս այդ խնդիրը չի որ, բայց հասելա դրան, այսինքն էսա որ մարդիկ պիտի կարողանան այդ դիմացինի կարծիքի հետ հաշվի նստել եւ չփորձել դա վերածել պատերազմի պատմության։ Կարծում եմ մոտեցման հարց է, որտեղ միշտ կլինի, ինչպես ասենք, եղել է դեռ լինելու է, խնդիրը որ քրիստոնյան կարողանա քրիստոնա վայել մոտենա այդ։ Ինձ թվում է չի կարելի չլինի վեճ կամ բանավեճ կարծիքների տարբեր կարծիքների բախում չի կարա չլինի, որովհետև տարբեր մարդիկ են։ Այո։ Թե եկեղեցում, թե ընտանիքում, թե ամեն տեղ, նույնիսկ մի ընտանիքում երեխեքն են տարբեր, նույն հորից-մորից ծնված։ Այսինքն կարելի է ասենց իհարկե եզրակացությունը մի քիչ հետո կարելի անել, բայց եզրակացնել, որ դա ինչ որտեղ նորմալ է, որ տարակարծություն կա, տարբեր ձև ենք տենում, տարբեր ձև ենք ընկալում ենք այս աշխարհը, կյանքը, իրերը, ոնց որ Տիգրանն ասաց։ Բայց եղբայրներ, ես ուզում եմ մի բան էլ մենք հստակեցնենք։ Մի բան է, երբ որ դու դե որպեսզի վեճը չվերածվի կռվի, չգիտեմ, անպատվելու եւ այլ ավելի վատ բաների, պետք է զիջող կողմը լինի։ Պետք է ինչ-որ մեկը կոմպրոմիսի գնա, պետք է ինչ-որ միտեղ ասես լավ, օքեյ, հա, տենց էլ է հնարավոր։ Բայց ընտանիքում մենք հասկանում ենք, ոնց որ երկու մակարդակ կա։ Մի մակարդակը, որ դա եթե նույնիսկ դու զիջում ես, բայց դա քեզանից բան չի վերցնում, այդ մարդուն նա, համ այդ մարդը ուզում է ենթադրենք, օրինակի համար եմ ասում, բանջարեղեն ուտի, միշտ չի ուզում ուտի։ Իր խնդիրն է, քո հետ որևէ կապ չունի էդի։ Բայց մի բան է, երբ որ ընտանիքում մարդ եւ կին կամ քույր եղբայր էսա մենք կանդրադառնանք դրան։ Մի բան է, որ եթե դու զիջեցիր, քո կյանքից է գնալու էդի։ Այսինքն դու ինչ-որ մի բանի ոնց որ դու էլ եթե զիջեցիր, դու էլ պետք է մի բանից զրկվես։ Ինձ թվում է այս երկու տարբեր բաներ են սրանք։ Օրինակ ոնց ես Տիգրան ջան, դու ոնց ես նայում ես սրան, էլի, ասենք մարդ օրինակ կինը, ասենք միշտ իրան ոնց է ինքը իր ընտանիքում մեծացել, այդ ձև է ուզում։ Հա տղամարդն էլ զիջես, բայց այդ զիջելը իրանից է գնում, լավ մինչև երբ զիջի։ Դա մակարակ է, ասենք տինտը։ Իհարկե ընտանեկան նման, ասենք նման խնդիրները սկզբից որ ասացիր ուզում եի մի հատ օրինակ բերեի ամուսնության պսակադրության մեջ միշտ այս օրինակը մենք բերում ենք որ երկու զույգերի հանդիպումը իրար նման է երկու առվակների կամ գետերի իրար հանդիպումը երբ որ գալիս են այդ հանդիպման այդ սկզբնա աղբյուրը բորբոքումը շատ է, ձայնը շատ է, մինչև որ եթե ոնց դառնում է մի հատ գետ։ Նույնը այս բախումը ընտանիքի մեջ այդպես է, սկզբնական լինում է այտենց։ Ես կարծում եմ, որ քրիստոնեական ընտանիքում, որտեղ մենք խոսում ենք քրիստոնեական ընտանիքում եւ մեջի եղած վեճերը, կարծում եմ, եթե քույրը հասկացել է իր դերը այդ տան մեջ ինքը ով է եւ եղբայրը իր դերը այդ տան մեջ ինքը ով է այս դերը ճանաչելով մեկն ու մեկը կգնա այդ զիջման վերջապես սովորել են քրիստոնեական կյանքը որ մեզ սովորացնում է որ լինես խոնար կամ լինես
հեզահոգի եւ այսանք հասկացող քրիստոնյա մենք ասում ենք, երբ որ ասում ենք նշանակում է պտուղները իր մեջ կա եւ ինքը պիտի թույլ տա որ այս պտուղները իր մեջից երևա։ Այո։ Իսկ ամեն անգամ եթե վեճը լինում է եւ ասենք հա մի կողմն է զիջում, սա արդեն նաեւ վատ բնավորություն է ձևավորվում։ Որևէ մեկի մոտ վատ բնավորություն է ձևավորվում, մեկը արդեն փորձում է ուրիշ ձևի դրան լուծում տա, տնից փախտնելով, էլ որպեսզի դա չի։ Այն մյուսն էլ արդեն իր դիրքը դրել է, ասում է ես արդեն հասա իմ ուզածին, էսա։ Դրա համար կարծում եմ, որ ստեղ այս հակրկնվողը, որ կա, սա նշանակում է, որ իրանք կարիք ունեն հովի հետ կոնսուլտացիայի կամ զրույցի ավակ մեկի, որպեսզի հասկանան սրա դեմ առնեն, որտեղ նորմալ չի քրիստոնյա ընտանիքի մեջ հաճախակի հակրկնվի դա ու նույն թեման ու մի հոգի է մի զիջում, սա վաղ թե ուշ իրանց լավ տեղ չի հասնելու։ Դրա համար ստեղ կարիք կա հոգևոր հասուն մեկի, խորհրդատուի մեկի, որպեսզի իրանք զրույցեն եւ այս խնդիրին լուծում տան։ Հասկանան, որտեղ շատ անգամ եղել է, որ զրույցի արդյունքում բարձվել է, որ օրինակ եմ ասում, եղբայրը չի իմացել, որ դա այդ մի բան իր ֆունկցիան էր։ Դա իր տղամարդու դերի մեջ է մտնում, կնոջը չի տրված դանելու, տղամարդուն է տրված։ Եվ սա, երբ որ զրույցը լինում է հասկանում, ասում օքեյ, հասկացա, եւ բարձում որ կինն էլ սպասում ուներ, որ ինքը որպես տղամարդ այդ դրան ճիշտ լուծում դիտար, բայց ինքը այդ լուծումը չէր տալի, դրա փոխարեն ինքը փախնում էր տնից։ Այո։ Եվ խնդիրը ավելի խորանում էր եւ միշտ կրկնվում էր, այս եւ արդեն ընթացքը հասնում էր ծայրահեղ աստիճանի նոր, արդեն բաժանման ժամանակ նոր դիմեն, բայց ես կարծում եմ, որ եթե մի խնդիր հաճախակի կրկնվում է եւ վեճը առաջացնում, կարծում ստեղ կարիք կա խորհրդատուի հասուն մեկի հետ զրույցելու եւ խորհուրդ հարցնելու։ Արսեն ջան, դու ոնց ես տեսնում, ասենք, ոնց պետք է իրար զիջել, ոնց Ես կարծում եմ քրիստոնյա ընտանիքը նախ պետք է սովորի, ոնց որ Տիգրանն ասաց, ճանաչի իր իրավունքները, ճանաչի իր դերը ընտանիքի մեջ, նախ ֆունդամենտալ առումով ամեն հարցում, ընտանիքի բացի վեճից ընտանիքը որպես ընտանիք լինելու համար, շատ կարևոր է, այո, էլի, այսինքն Սուրբ գրքի ֆունդամենտալ ճշմարտությունները վերաբերող ընտանիքին, կնոջը, տղամարդուն նախ այս հիմքերի վրա պետք է իրենք կանգնեն, սկսել դրանից։ Բացի այդ աստվածաշնչյան այդ կարևոր, ես համարում եմ շատ կարևոր է, ուղղորդող բանա դա, հիմքն է դա, բայց նաև կարևոր չի, որ տղամարդն ու կինը, մարդու կինը իրար էլ սկսեն ճանաչել, հասկանա, օրինակ եմ ասում, ասենք կինը, երբ որ մի բան ինքը կարևոր բան է ասում, ինքը տոնայնությունը բարձրացնում է։ Մարդն ասում է չհասկացա, ես վրես գոռում ես, բայց դա գալիս է, որովհետև մանկությունում կամ դա գալիս է, որովհետև։ Սա կարևոր չի, որ իրար ճանաչեն, իրար հետ զրուցեն, խոսան, որ հասկանա, ոչ թե իրա վրա գոռում է, դա որովհետև եւ այլն, այսինքն Իսկ դու այսել է կարևոր։ Շատ կարևոր է իրար ճանաչելը, Արթուր եղբայր ջան, բնականաբար այդ ամեն ինչը իրանց տեղն ունեն եւ առանց դրա էլ չի լինի։ Բայց եթե մարդը օրինակի համար ոնց որ ասվեց, օրինակ իր տան մեջ սովորելը, որ միշտ իր ուզածը կինը, ասած ասենք, սովորել որ իրանց տան մեջ, չգիտեմ, փոքրն է եղել եւ ամեն ինչ իր ուզածով է եղել։ Փոքրուց ինչ ուզել է եղել, ինքը դες դասիրակվել է, այտենց սովոր է, եւ եկել է։ Փոքր աղջիկն է ել, չգիտեմ, ինչ ուզել է տվել է։ 3 տղա են ել ու ինքը ծնվել է։ Եվ իր ուժադրությունը իր վրա շատ է։ Այսինքն, էսի արդեն արմատացած, ոնց որ կարծրատիպը մարդու մեջ, որը ինքը բերել է ընտանիք, էլ անդե ինքը էդի օգտագործելու է, այսինքն ինքը եթե չգա այն մտքին, չգա այն ճշմարտությանը, բացի իրա լսելուն, ճանաչելուն իրար, ինքը եթե չգա այն համոզմանը, որ դա ըստ Աստծո խոսքի նորմալ չի, ինքը չի փորձի ուղղակի ուղղվի, սա է խնդիրը։ Ինչը պիտի իրան օգնի ուղղվելու, ինչը պիտի իրան համոզի, ինչը պիտի պատճառ դառնա, որ ինքը փորձի խոնարհվել, ընդունել։ Այդ ոնց պետք է մարդ անի, որ էս լինի։
Ես Վիճի որ վեճը բերել է լավ բանի։ Տիգրանը մի լավ բան ասաց, որ շատ կարևոր է այդ կոնսուլտացիան։ Կարծում եմ մենք խոսում ենք եկեղեցու անդամի մասին, խոսում ենք մի մարդկանց մասին, որոնք եկեղեցում են, վստահ եկեղեցում պսակադրվել են, կամ կարա լինի, որ հետո են ապաշխարել, դա է կարելի, բայց ամենայն դեպս այն քրիստոնեական արժեքները պետք է լինի հիմքում, նոր դրա վրա կառուցվի իրար լսելը, իրար ճանաչելը, վերջապես տեղ կա, որ նաև ամուսինը, օրինակ այդ իմ բերած օրինակի պես, ամուսինը հասկանալով, որ այս աղջիկը լավ, այտենց այդ տեղից է եկել, համբերությունով, սպասելով, օգնելով, դժվար է, բայց մի օրում չի փոխվում։ Իհարկե Բայց դե հիմա մենք գիտենք, որ ամեն մարդ մի ոնց որ ասած իր հետ բերում է մի խնդրեմ, ամենքս մեր խնդիրն ունենք, ինչ որ ոլորտում, չգիտեմ, հոգեվորապես ոլորտներ կա, որ նորմալ է, մեր մոտ ոլորտներ կա, որտեղ որ մենք թույլ ենք, այդ կողմից խնդիր ունենք։ Հիմա եթե իրար էսի չհասկանանք, բա մեր սերը որտե՞ղ է մնում։ Եթե մենք ասում ենք իրար սիրում ենք, մեր սերը ի՞նչ է, որ սերը պետք է շինի։ Իհարկե, սերը այսպես դառնում մեկ, ասած իրար զիջելով, իրար տեղ տալով, Աստծո խոսքին հիմք ընդունել։ Հենց է դա։ Իսկ եթե չլներ խնդիրներ, ես օրինակի համար աստվածային սիրո դրսևորումը ո՞րն է, որ մեզ ինչպես որ կանք, այդպես ընդունեց, սիրելով, համբերելով, օգնում է, որ փոխվենք, համբերությունով սպասում է, որ փոխվենք։ Եվ կարծում եմ սա մի մոտեցում է, որ պետք է ունենա հասուն քրիստոնյան, որ դիմացինին այո, ոչ թե հարմարվի այդ վիճակին, ոչ թե ասի լավ է, որ տենց է, չէ, հասկանալով աշխատանք տանի, չգիտեմ, աղոթքով կլինի, առանձին իր այդ զրույցով կլինի, հանգիստ մթնոլորտի մեջ բացատրելով կլինի, ցույց տալով, որ սա նորմալ չի եւ սա մեզ լավ օգնի, բարիս այդ իմաստով շատ կարևոր է, նաեւ չմեղադրի այլ օգնի Արթուր ջան, այս հարցել, այսինքն կարաս մեղադրես մարդու սխալը տեսնելով, հա։ Սա էլ կարան, ամենայնը դու ես ստանալու մեղադրանք։ Իհարկե, մի հատ էլ չես կարող օգտտաս գործին։ Կարևոր է, որ մենք հասկանանք, որ բոլոր երկուսս էլ կին եւ ամուսին, երկուսս էլ կատարյալ չենք։ Ես պապա չեմ ծնվել։ Պապա դառնում ենք։ Եվ ընթացքում ես իմ կնոջն եմ որպես կին եւ որպես մայր կատարյալ դարձնում իմ տան մեջ։ Նույնը հակառակը ինքը ինձ որպես ամուսին, որպես գլուխ, որպես հայր, ինքն է ինձի կարող եւ էսի մենք ընդունենք, հասկանանք, որ մենք կատարյալ չենք եկե պատրաստի արդեն եւ այդտեղ արդեն մենք սովորում ենք դառնալ, մենք սովորում ենք, մենք ցանկանում ենք, ձգտում ենք գնանք դեպի կատարելության, որպեսզի խնդիրները չառաջանա։ Եվ այդ ձգտմանը, այդ գնումը կարա խնդիրներ լինի մինչև հասնել այդտեղ։ Բայց ասեմ ամենակարևոր բանը, որ երկուսն էլ կամ երեքն են, եթե երեխա կա կամ դի հասկանան, որ իրանք կատարյալ չեն ծնվել։ Պատրաստի չեն եկել։ Ուղղակի մենք ցանկություն ունենք եւ այստեղ ընդունեմ, որ ես էլ կարիք ունեմ փոփոխության։ Մենակ դիմացինից չէ։ Դիմացինից չի։ Ես էլ կարիք ունեմ փոփոխության, ես էլ պիտի գնամ հասնեմ այդտեղ նպատակին։ Էսա կարևոր։ Այո։ Այո։ Շատ դեպքերում ինչ եմ ես նկատել, որ կան մարդիկ, չասեմ մարդկանց տեսակ կա կամ բան, բայց մարդիկ կան, որ ձեն չեն անում, մեկից պայթուն անում։ Այ վեճերի վատը այդ կլինի, եթե մարդը չի խոսում, չի արտահայտվում, իր կարծիքը չի ասում, որ իրան հետի դուր չի գալի, մեկից արդեն էլ չի դիմանում, պայթում է։ Պայթունն էլ բերում է արդեն սխալ բառեր, սխալ այդ պահին չի գիտակցում ու գնաց ավելի վատ տեղեր էսի գնաց, ավելի մեղավոր, մեղ գործել եւ այլն։ Ես գիտեմ, որ շատ կարևոր է ժամանակ վերցնել, որ իրար հետ զրուցեն։ Այո։ Զրույց շատ դեպքերում, որովհետև դա բերելու է ճիշտ տեղ, լավ տեղ, իրար հասկանալ, իրար լսել։ Իրականում կներես, Արթուր եղբայր ջան, մենք այդ իրար ճանաչելու մեջ շատ կարևոր է, էլի տղամարդը կնոջից իրապես շատ բաներով է տարբեր։ Մի բան, որ սա ընդունում են, օրինակ տղամարդը շատ ավելի քիչ է սիրում խոսել, կինը շատ ավելի շատ է սիրում խոսել։ Այսինքն, ես մի օրինակ եմ բերում, բայց նմանատիպ բաներով մենք իրարից շատ տարբեր ենք։
Եվ սա ճանաչելը, հասկանալը օգնում է, որ դիմացինին ըմբռնումով մոտենաս։ Այսինքն վերջապես այտենց է կառուցել Աստված եւ դու այդ տեսանկյունից նայես, չասես լավ, ես այտենց չեմ, խի դու իմ նման չես, ինքը քո չի կարալնի։ Չի կարալնի, որտեղ դες չի ստեղծված։ Այսինքն ընդունել ամենակարևոր բանը, նորից ուզում եմ շեշտեմ, որ երկու կողմն էլ պիտի հասկանա, որ մեղադրանքը ճանապարհ չի։ Այսինքն դիմացինի խնդիրը տեսնել եւ մեղադրել դա լուծում չի։ Եթե դու ուզում ես քո ընտանիքդ կառուցես, եթե դու ուզում ես լուծես խնդիրը, մեղադրանքով խնդիր չես լուծի։ Եվ Աստված ինքն էլ մեզ չմեղադրեց, ինքը մեզ ցույց տվեց մեր խնդիրը, բայց ինչ արեց։ Օգնեց մեզ, որ փոխվենք։ Ամեն ինչ արեց, որ մենք փոխվենք։ Մեր համար գին վճարեց, մեր համար կյանքը տվեց, հա, ինքը արեց մի բան, որն օգնեց մեզ փոխվելու։ Ոչ թե մենակ ասես դուք մեղավոր եք ու վերջ մնացեք, ոնց կդզվեք, դες չի։ Այսինքն մենք էլ պիտի սովորենք իրենից, նորից այն սերը, որ Սուրբ Գիրքն ասում է, որ մենք ասում ենք իրար սիրում ենք, ոչ թե որ երգում են այդ սիրո մասին, այլ այն անաչառ սերը, դիմացինի շահը փնտրող սերը, դիմացինի օգուտը փնտրող սիրով պիտի իրար սիրենք, որ այդ աչքերով նայենք, ոչ թե միայն սպասեմ, որ ես վերցնեմ, այլ ես կարողանամ տամ, այո, ինչի՞ չէ, իմ զիջելով, իմ համբերելով, իմ սպասելով, իմ իր համար աղոթելով, օգնելով, բացատրելով, առանց մեղադրանքի փորձել գտնել լուծում։ Մեր Տերը ինչ արեց։ Հո ինքը երկնքում չնստեց ու սպասեց, որ մենք տենանք ոնց ենք փոխվում։ Այո։ Ինքը շատ զիջումներ արեց, այնքան խոնարհվեց, իջավ դառավ ծառա, որպեսզի բան փոխվի։ Լավ, սա մենք խոսում ենք մարդ եւ կին։ Իհարկե, այստեղ շատ թեմա կա, այստեղ մենք մի քանի հաղորդում են անենք, սա բավարար չի։ Բայց եկեք մեր երկու բառել ասենք բարեկամներ։ Լավ, սկսենք մարդ եւ կին են, բայց իրանք ունեն ծնողներ։ Երբ որ ծնողները խառնվում են ընտանիքին, երբ որ ծնողները բաներ են պահանջում, որ երիտասարդները կամ ոչ միայն երիտասարդները, արդեն այդ զույգը, արդեն 40-50 տարեկան է, բայց ծնողը որոշակի բաներ է պահանջում, վիճաբանական հարցեր ա լինում, չգիտեն ինչ անեն, մեկ զիջեցին, երկու զիջեցին, բայց նա ավելի է ուզում, ասում է, ես պետք է ամեն ինչից տեղյակ լինեմ, ձեր ֆինանսը պետք է իմ ձեռներով անցնի եւ այլն եւ այլն։ Ստեղ ինչ ենք խոսում, ինչ կարելի է, ինչ խորհուրդ տալ, ինչ կիսվել։ Դժվար թեմա է։ Իհարկե, որտեվ տարբեր ընտանիքների մեջ տարբեր ձևով է դա դրսևորվում, տարբեր ձևի է լինում եւ բոլորի միանշանակ լուծում տալը սխալ կլինի։ Ես իմ օրինակ ասեմ։ Իմ պապաս մահացավ շատ շուտ, ես 18 տարեկան էի, պապաս մահացավ։ Ես էլ եղբայրս էլ ուսանող էինք։ Ու ստիպված մամաս երկու ուսանող 92 թվին։ Դուք պատկերացրեք, այդ են լույս չկա, վերջը աշխատանքն, երկու ուսանող, ինքը դες ստիպված վերցրեց լրիվ իր ուսերի վրա, մեր այդ հոգսը, բեռը։ Վերջը մենք ավարտեցինք, սկսեցինք աշխատել, ես եկա Բելգիա եւ այլն։ Մաման միշտ երազել էր, որ այդպես մենք երեքով էլիտես պետքա շարունակենք ապրենք։ Բայց ինքը չէր պատկերացրել, որ մենք պետք է ամուսնանանք, հայտնվելու են կանայք, այսինքն ուրիշ մարդիկ են հայտնվելու, որը որ ինքը իր պլաններում չուներ։ Ինքը շատ դժվար էր տանում էդի։ Լինում են դեպքեր, որ մայրերը այն ձև են խանդում, որ միշտ վեճ ա լինում։ Այ ինչ կարելի ասել, ոնց արվի, թե ծնողին, թե երեխաներին։ Տարբեր տարիքներում, կարևոր չի որ տարիքում։ Ինքը շատ օրթոդոքս հարցը նման այդ հարցը թե այնքան բարդ է ինքը, որտեվ երբեմն ծնողներ կան, որ նամանվան եթե տղան մին ու ճարա լինում կամ ասենք աղջիկները եւ ինքն էլ մենակ է լինում, կապված է տղայի հետ եւ չի կարողանում արձակի եւ երբեմն սա բերում է նրան, որ իրանց մեր ու տղա
Արանքը երբ որ երրորդ անձնավորությունը հայտնվում է ինքը որպես թշնամի արտահայտում, որ եկել է որ իր կեսին տանի։ Ով ուզում է։ Եվ էսի շատ դժվար է։ Բայց քրիստոնյա կինը, որ մայր է, ենթադրենք միայնակա կամ ամուսնու հետ է, որ այդ ձև սիրում է իր երեխուն, Քրիստոսի սերով, այ ինչ խորհուրդ կարելի է տալ, ոնց կարելի է ասել, որ ինքը պատրաստվի, օրինակ միգուցե մեզ նայում են այն հեռուստադիտողները, որ ասենք իր երեխեքը 20 տարեկան էլ նախաամուսնական այդ շրջանում են, օրինակ ոնց իրանք պատրաստվել դրան, որովհետեւ ասես վեճեր չլինի։ Ես կարծում եմ, որ իր լավագույն դեղամիջոցը դա Աստծո խոսքն է։ Ուրիշ դեղամիջոց, ուրիշ բան չկա։ Ես վստահ եմ, որ հոգեբանները կամ մյուսները չեն կարող այն խորհուրդը տան քրիստոնյան կամ անգամ որևէ մեկին, այն ինչ որ կտա Աստծո խոսքը, որտեղ Աստծո խոսքը հստակ է բացատրում սկիզբը։ Դու ասում ես, եթե ուզում ես մեկ լինես կնոջդ հետ, պետք է թողնես։ Նույնը կնոջն ասում, եթե ուզում ես ամուսնուդ հետ մեկ լինես, պետք է թողես։ Եվ նույնը սա մայրը պետք է հասկանա, որ չի կարա տղու ձեռը բռնած երկուսով միանան մեկին։ Չի կարա սա տեղի ունենա, երկուսի միասնությունն է ամուսնություն համարում, ոչ թե երեքի միասնությունը։ Եվ ըստեղ է խնդիրը ծագում, որ ըստեղ է խնդիրը, որ պետք է ծնողին էլ եւ զույգերին էլ առանձին իրանց բացատրի, որ ձեր հիմքը որպես քրիստոնյա կառուցող ընտանիք կամ որ նոր ուզում եք սկսել ձեր հիմքը պետք է հասկանալ եղել է որ ընտանիք ա եղել նախապես ասել եմ որ պետք է հասկանաք որ մեր մշակույթն է կամ պապական եկել է սա իր տեղը բայց մենք մեր ընտանիք եթե ուզում ենք առողջ քրիստոնեական ընտանիք ունենանք մեր հիմքը պետք է լինի Աստծո խոսքը այո ինչ որ Աստծո խոսքն է ասում ոչ թե ինչ որ մշակույթն է ասում մեր պապերն են ասել կամ պապան սենց ա եղել մաման սենց մեր ընտանիքը սա չէ ազգայինը չէ այլ այն ինչ որ Տիրոջ խոսքն է ասում Տիրոջ խոսքը ասում է որ երկուսի միասնությունն է եւ էսի պետք է հասկանա իսկ երկուսի միասնությունը տեղի ունենում են ժամանակ երբ որ կա մինչև դա բաժանությունը ինչ որ անցյալում կպած է եղել ում որ կպած է եղել եթե սա բաց թողել եթե սա տեղի չունենա թե ծնողի կողմից թե երեխի կողմից չեն կարա ասում մենք ապասակադրության ժամանակ ենք ասում ենք ամուսնությունը նման է մի նավակի որը նախատեսված է երկու հոգու համար երրորդ այդ նավակի մեջ տեղավորվի խորտակվելու է այդ նավակը երկուսի համար է եւ էսի փաստ է էսի անկախնից ընդունես թե չընդունես ինչ ազգի պատկանես չպատկանես սա փաստ է այսինքն կարելի է ասել որ Աստված երեխուն տալիս է նվեր Աստված երեխուն տալիս է ծնողներին որպեսզի մի պահ իրանք դաստիարակեն ու բաց թողեն բաց թողել չի նշանակում իհարկե որ ընդհանրապես էլ չեն տենալու այլ արդեն մի ուրիշ ձևի հարաբերություն պետք է ունենա բայց ոչ այնպես ոնց որ երեխու հետ էր կարանք այս ձև ասենք Իհարկե կարանք այն առումով որ նախ այդ բաց թողելն ի՞նչ է նշանակում մենք կարանք հասկանանք որ դա ուղղակի ընդհանրապես այդ իշխանության տակից դուրս գալը հա քանի դեռ դու ընտանիքում ես չես ամուսնացել դու ոնց որ ծնողի իշխանության տակ ես բայց որ ամուսնացար ընդհանրապես ծնողի իշխանության տակից ես դուրս եկել բայց ոչ թե ազատվել ես ծնողին չհարգելու, ուշադրություն չդարձնելու, դու սրանից չես ազատվել։ Ընդհանրեն իշխանությունից, որ դու քո առանձին ընտանիք կազմես։ Ուղղակի սա, գիտեք, շատ կարևոր է հասկանալ։ Եթե օրինակի համար, ինչպես ասվեց, որ երկու կողմն էլ հավատքի մարդիկ են, շատ ավելի հեշտ է քննելով փորձել գտնել խնդիր։ Օրինակ կարող է խնդիրը ոչ թե ծնողի մեջ լինի, դա էլ է պատահում, հա, խոսքի օրինակ հարսը կամ աղջիկը որ եկել է ամեն ինչ անում է որ ծնողից կտրի հարաբերությունը կամ ինքն է միտումնավորն էս բաներ անում օրինակ է պատահում է չէ այսինքն շատ կարևոր է նորից գալիս ենք նրան որ ինչքան կարևոր է այդտեղ նորից կոնսուլտացիա անելը խոսելը հասկանալը խնդիրը որտեղ է այսինքն այդ ավակ այդ հովիվը արմատը որտեղ է որտեղից է գալի այդ խնդիրը
նոր աշխատել այդ ուղղությամբ, այսինքն ընդհանրական չի սրա պատասխանն էլ, որտեղ խնդիր կա, ուրեմն պարտադիր ծնողն է։ Դեպքեր ենք տեսել, որ հակառակն էլ ա եղել, այսինքն ծնողը չի եղել պատճառ, օրինակ պատճառը մի շատ նուրբ է, շատ ճյուղեր ունի այս հարցը, դրա համար կարևոր է նախ հասկանալ ամեն դեպք իր տեսակով իսկ լավ, ասենք վեճերա լինում։ Մայրը կամ հայրը միշտ դուք ջայլ եք, դուք չեք կարա, չեք իմանում, ես պետքա ձեզ ասեմ եւ ասենք վեճ, լավ։ Ինչ կարելի է խորհուրդ տալ, ինչ կարելի է անել, որ այդ վեճերը դադարի, այդ ինչքան կարելի է վիճել, որ չվերածվի չխոսալու, չվերածվի, չգիտեմ, կռվելու, թշնամի լինելու, որ ծնողը մեկ-մեկ ինչ են ասում, հավատացյալները, ես էլ տղա չունեմ։ Ասենք տրան չվերածվի, տրան չգա։ Ինչ անի, որ այդ վեճը դադարի, որ չվերածվի թշնամության արդեն։ Էլ չեմ ասում, թե կնոջ ծնողները ու տղու ծնողները, որ իրար չդառնան թշնամիներ, մի ինչ-որ ստից բաների պատճառով։ Այն ինչ-որ Տիգրան ասաց, եթե չգան այն գիտակցության, այն հասկացողության, բնականաբար մարդը նախ պիտի հասկանա, որ դա ճիշտն է, եւ նոր որոշ ինքը համոզված է իր ճշտի մեջ, որ գիտի տես պիտի լինի, օրինակ տղան պիտի իր հետ լինի կամ վերջը իր ասած ձևերով պիտի լինի, քանի ինքը չի կարողացել հասկանալ, որ դա չի ճիշտը, ոչ մի բան չի փոխվելու։ Նորից ոնց գնան գալու ենք այն մտքին, որ այս մարդը վերջապես Աստծո օգնությամբ, չգիտեմ, խոսելու օգնությամբ բերել այդ մարդուն այն գիտակցման, որ ինքը տեսնի այդ իրականությունը, հասկանա, ուրիշ ճանապարհ չկա։ Եթե մարդը ինքը համոզված է իր ճիշտ լինելու մեջ, օրինակ մայրը դիրքում է համոզված ինքը ճիշտ է, դու ուզում ես ինչ ուզում ես, ինքը իր մեջ այդ վստահությունն ունի, այսինքն էլի գալիս ենք ընդ որ Աստծո միջամտությունն է պետք, խոսել է պետք, բացատրել է պետք, աղոթել է պետք, որ այս մարդը գա այդ մտքին, որ համաձայնվի։ Մի հատ խնդիր որ լինում է, որ ասեցիր քիչ առաջ, Արսենը ասաց, որ երբեմն հակառակն է, տղայի մոտ է լինում խնդիրը, կարծում եմ երբեմն լինում է այսպես, որ տղան բավականի հասուն չի լինում, հասած չի լինում ամուսին լինելու, կապված դեռ մոր հետ, ծնողի հետ, ինքը լետ կարիքը հա ունի, մամաս ասի, մորս ասասն այո, ես կարծում եմ, որ եսի գալիս է այդ հասունությունից, որ կարծում եմ իրան ժամանակից շուտ ամուսնացրել են, ինքը առաջինը կարիք ուներ հասկանալու, որ ինքը արդեն հասուն մարդ է, որ ինքը իր խնդիրները պետք է լուծի եւ նաեւ դրա այդ մի անգամ մամայի խնդիրը ինքը պետք է լուծի, որտեվ հասունն է։ Այո։ Տղաս, Սուրբ ծնունդի երեկոն մեր տունն եք։ Տղամ տասի մանջան կներես, ես կնոջս հետ կորոշենք, որ դեք եկան գետի մեր գոհ։ Այո։ Հետաքրքիրը, որ քիչ առաջ ուզում եմ, երբեմն այն է լինում, որ հետաքրքիր ծնողը համաձայնվում է լավ է երեխեքը այդան դուրս, Ամերիկայական խնդիր չի իրար հետ, Եվրոպայական խնդիր չի իրար հետ, բայց որ այս տնից առանձնան կողքի շենք, խնդիր է դա։ Հետաքրքիր հոգեբանությունն է։ Գնան արտասահման, թող գնան ինձ էլ օգնեն, ինձ էլ տարիներով էլ մենակ կմնա խնդիր չի։ Բայց որ տան մեջ ամեն օր վեճ է եւ ասում ես սա է ճանապարհը, լավ է իրանք երկուսով առանձնանան կողքի շենքը, թող վազեն, խնդիրը չէ, դա խնդիր չի, իմ դիակի վրայով մի։ Հետաքրքիր որ չգիտեմ ես հոգեբանությունը կամ ես մտածելակերպը։ Բարդ է ասենց ասել, որ ամեն օրինակ մենք էլ արդեն մեր տարիքն ենցա, որ մեր երեխեքն են ամուսնացել, վերջը կամ կամուսնանան, որ մենք էլ ճիշտ ուղու դնենք, ճիշտ բացատրենք, ճիշտ դիրքորոշում ունենանք։ Լավ, իսկ եթե ծնողներից կամ կինը կամ տղամարդը անհավատ է, վերցնենք սենց ընտանիք, ու վեճեր է լինում, լավ, ոնց կարելի է այդ վեճերին վերջ տալ։
բաժանությունը չի սա վերջը, բայց ինչ կարելի անել, ոնց եք կարծում, ասենք երեխեն ապաշխարել է, բայց իր ծնողը չի ապաշխարել, ու անապաշխար ծնողը լրիվ ուրիշ պայմաններ ա դնում երեխու առաջ, ինչ անի, որ համ հարգանքը իր տեղը լինի, բայց նաև ծնողը լրիվ ուրիշ բաներ ա խորհուրդ տալի պահանջում նույնիսկ, ինչ անի։ Արթուր ջան, ես կարծում եմ, որ եթե տղան նորից եմ ասում, այստեղ հասունության խնդիրն է։ Ես տեսել եմ ընտանիքներ, որ տղան տեսել է, որ խնդիրը, այո, հենց նույն այս խնդիրով ծնողն է անհավատ եւ փորձում է հա թելադրի, ինքը ասի, sense պիլնի, ինքը որոշի սանի եւ խնդիրը լուծվավ այս ձևով, որ տղան մի օր կանգնած ասեց մամ ջան, ես ամուսնացել եմ եւ դու պիտի հարգես իմ կողակցին։ Ինքը քեզ պիտի հարգի, դու պիտի հարգես իմ ընտրությունը։ Այո, ընդունես, որ այսպեսին է եւ ես խնդրում եմ, որ հարգալից վերաբերվես իմ կողակցի նկատմամբ եւ նույն ինքը քո նկատմամբ։ Եվ թող մեր խնդիրները մենք լուծենք։ Այո։ Եթե չեղավ, ես նորից եմ ասում, էլի այս դերի ճանաչելը, եթե այս դիրքը, այս սահմանը, այս ամեն ինչը չեղավ հարաբերության մեջ, ճիշտ տեղը չդրվեց, երկար չի կարա ձգել այդպիսի ընտանիքը, շուտ կքայքայվի, շուտ կքանդվի։ Գիտեմ, որ շատ ցավոտ է ծնողի համար, շատ ցավոտ է ծնողի համար, բայց եթե որոշ ժամանակ լուծում պետք է լինի, սա է, որ դի սահմանը դրվի եւ ճիշտ լուծում տվել, սա է, որ ճանաչեն իրար սահմանները, օքեյ, տղա ջան, սա քո ընտանիքն է, քո ընտանիքի այս հարցի մեջ, մամ ջան, այս ընտանիքի մեր այս խնդիրների մեջ մի խառնվի, խնդրում եմ, թող ես լուծեմ։ Իսկ մայրը ինչ ասում, տեսար, այն ժամանակ, որ ես սենց էի անում, հոքեյ տանում, տեսար, մի ասում ես մի խառնվի, դու ես, դու օտար մարդ ես, վեճը սենց ասում։ Պետք եմ ասում, ծնողի համար ցավոտ է, շատ կարևոր է։ Ծնողի համար ցավոտ է սա, բայց եթե այս սահմանը դիրքը նույնը ծնողը, նույնը որդունը ծնողի նկատմամբ, այսինքն չի նշանակում, որ ինքը իր սահմանը դրեց, դիրքը դրեց, գոյությունը չունի ծնողը։ Պատուհանները փակես ու դռները փակես ու վերջացավ։ Չէ։ Դու էլ քո դիրքի մեջ պիլնես, ճիշտ քո ծնողդ մնում է ծնող, թե հարգանքի մեջ եւ նույնը կողակցին, նույնը քո կողակցին, ասես որ իմ ծնողն է, որքան ես եմ հարգում քո ծնողին, նույն ձև դու պիտի հարգես իմ ծնողին։ Լավը լինի, վատը լինի, բարկած կոտա, շատա խոսում կամ ինչա, իմ ծնողն է։ Այստեղ ուրիշ տարբերակ չկա։ Ես թույլ չեմ տա քեզի անարգի։ Իմացի, ես կանգնած եմ քո կողքը, որ քեզ չանարգի, քեզ չցածացնեն, բայց նաև դրա հետ միացնել դու ինձ համար դի հարգես իրան։ Այո։ Լավ, գանք եկեղեցի։ Ոնց կարող մենք առանց եկեղեցու։ Եկեղեցուն վեճերա լինում։ Մեր մոտ չէ։ Լավ, հասարակ օրինակ ասեմ։ Ես չգիտեմ տարբեր եկեղեցիներում ոնց է, բայց ասենք թե եկեղեցում, մեր եկեղեցում չկա հատուկ տոմսերով չեն գալի մարդիկ, կինոթատրոն չեն գալի մարդիկ, որ տոմսով եկել է, իր տոմսի էտ է իր տեղը։ Մարդը նստած է, իր քույրը, եղբայրը, եկեղեցու անդամը, գալիս ասում է հել ես իմ տեղն է։ Հասարակ բան եմ ասում։ Բայց ասում է չա ոնց։ Մեր եկեղեցում տեղելով, հա, ես միշտ եմ նստել։ Բայց կողը սենց լիք ազատ աթորներ են։ Ու սա դարում է վեճ, են մեկը բացատրում է ուրիշ ձև, ես մեկը ուրիշ ձև, և այլն, և այլն։ Ու մի հովիվ, դե արի տես ինչ ես անում, ու մեզ նշանակում ինչ ես անում տեղերի տոմսերով, միգուցե տոմսերով սա։ Տոմսերով չէ, բայց ես թվում համարակալ ես աթորները։ Այ ոնց արվի, որ եկեղեցում այսպես հասարակ բաներ է, այսպես շատ պրիմիտիվ, որ վեճեր չլինի, բայց կան, դրանք կան, իհարկե կան։ Ես կարծում եմ, որ նմանատիպ վեճերը, որ լինում է, այդ կարգի, այդքան պրիմիտիվ էս բաները, սա ավելի
Աստծո խոսքը ասում է մանկական վիճակն է դեռ, ոչ հասուն վիճակն է։ Այս մարդիկ չեն հասունացել հոգևորապես, դեռ երեխա է մնացել, որտեղ Աստծո խոսքը ասում է մանուկ եք, հաճախակի վեճերի մեջ եք, եւ սա ավելի մարմնավոր վիճակն է, որ դեռ մարդը հոգևոր այդ հասակ չի առել, որ հասկանա զիջելու եւ հասկանա ինչի շուրջ խոսա կամ ինչի շուրջ հակառակվի կամ չհակառակվի։ Եվ սա ասում է ձեր մեջ հակառակությունները եւ դրա մեջ ասում է վազում եք, կանչում եք, աղոթում եք եւ չեք ցանկանում եք եւ չունեք, չեք ստանում, որտեղ մարմնավոր ձևով, որտեղ ու ձեր մեջ ասում է հակառակություններ, վեճեր կա։ Սա հոգևոր մանուկ վիճակից է գալիս, որ սենց է, իսկ կարծում եմ այդ մանուկ վիճակի մեջ իհարկե խնդիրի լուծումը ծանրությունը ծնողի վրա է։ Պատկերացրու քո տան մեջ երկու քո երեխեքը, երեք երեխա վիճում են հենց այդ աթոռի համար։ Նա դեռ աթոռ կա, որ պապայի կողքով պիտի նստի, օրինակ եմ ասում, եւ դի փորձի հովիվը դա մեր ծառայությունն է, որ կարողանանք այդ կարգի վեճերը խաղաղությամբ կարողանանք ճիշտ իր տեղը կարծում բացատրվի, սովորացվի, որ սա հոգևոր հասակի պակաս է։ Ես լուծումը έτσι եմ տեսնում։ Բայց կա նաև ոնց որ մեդալի այն մի կողմը, ասենք մարդը սովորականի համաձայն միշտ այդտեղ անստել, միշտ, ասենք տարիներով։ Ու մեկն էս կողից նայելով, ասել է, բայց ինչի ինքն դեպի նստի, ես պետք է համանդեր նստեմ։ Էս էլ կարա լինի, ու իհարկե։ Հիմա լավ նստելը չէ, ծառայությունների մեջ վեճ կամ չհասկանալ իրար բնավորությունների բախում, ասենք կան մարդիկ, որ իրանք լիդեր են իրանց բնավորությամբ, ու էլի մարդ կա, որ լիդեր է, բախում է տեղ ունենում։ Այլ ոնց անեմ, որ վեճ չլինի, ոնց հոգևոր մարդը աճի, որ վեճի մեջ, այդ վեճից դուրս գան տանապես, այն ինչ վերաբերում է եկեղեցուն գոնե։ Ստեղ եթե Տիգրան եղբոր ասացի պես երկու հոգևոր մանուկներ են, այս հարցը շատ ավելի դժվար է, բայց եթե մեկը մեջներից գոնե հասունություն ունի, բնականաբար մոտեցումը պետք է ունենա մեզ մի տեղ, ուզում կարդամ 2 Տիմոթեոսի 2 գլուխ 23 համարում վերաբերմունք ընդհանրապես այդ բացասական երևույթին ինչպիսին պիտի լինի քրիստոնյա, ասում, բայց հիմար եւ անկիրթ վիճաբանություններից ետ քաշվի։ Դու ետ քաշվի, իմանալով, որ կռիվներ են ծնում։ Ես մտածում եմ ավելի լավ է, հենց թեկուզ հենց օրինակի պես է, ասենք թե քո մշտական նստած տեղ եկե մեկը նստել է։ Ավելի լավ է կռիվ չլինի, վեճ չլինի, դու չգիտեմ երկու աթոռին կողմ նստես, ոչ մի բան չի լինի քեզ դրանից, քան դու քո պրինցիպը առաջ տանես, չէ, ինչի, օրինակ ես սաղ կյանքս տեմ նստել, պատի նստեմ վերջ։ Ստեղ ասում եմ ավելի լավ է ետ քաշվես, չհասնես դրան այդ ստից պուճուր պատճառի համար հասցնես դրանց։ Սա մոտեցում է, որը կարծում եմ պետքա ծնվի նորից քրիստոնյայի դիմացինին օգնելու, դիմացինին, չգիտեմ, օգտակար լինելու, քայլ անելով, ոչ թե ուղղակի իր պրինցիպը առաջ տանելով, եթե ինքը այն իրական քրիստոնյան է, որ Աստծո խոսքը սովորեցնում է դիմացինին սիրելու, դիմացինի համար հոգ տանելու, կարծում եմ ըմբռնումով պիտի մոտենա եւ չհասնի դրան, չմտնի այդ վեճի մեջ, ստեղ ասում է դու ետ քաշվիր, բայց Տիրոջ ծառան պետք չի որ կռիվանի, այլ ամենքի հետ հեզահոգի լինի, ամենքի հետ։ Մենք հիմա խոսում ենք ասենք խոսակցության ժամանակ, ես նստել աթոռի մասին ասացի, բայց դա մոտ օրինակ էր ուղղակի։ Ասենք մի քանի օքով կանգնած եկեղեցու ծառայությունից հետո խոսում են, մեկը սենց կծող խոսքով է, մեկին միշտ սենց ուզում է բան հասկացնի, ցածրացնող, կծող սենց չնկատելու տա, ասենք ոնց հետ առանձին է թա խոսա, ասի դու գիտես ես ով եմ կամ ինչ ոնց անի մարդը, որ նախ իրան չկպնի հետի, որ ինքը հունից չհելնի, այ ոնց հոգևոր աճը ոնց է Աստծո խոսքը մեզ սովորեցնում է մեր դիմաց արված չարությանը նույն ձևի չպատասխանել, սա սկզբունք է,
Սա քրիստոնեական սկզբունք է, որ եթե մարդը ուզում է վերջապես ինքը ապրի որպես քրիստոնյա, ինքը պիտի իմանա, որ այս աշխարհը էդ է, ամենքը իրանցն են ուզում, ամենքը իրանցն են ուզում հաստատեն, եթե մենք չհասկանանք, որ մենք կանչված ենք Աստծո կամքն անելու եւ Աստծո ուզածի մեջ ամրանալու, մենք չենք մտնի, չենք կարա ուրիշ բան, եթե ես պիտի հավասարազոր պատասխան տամ իրան, դա ամենահեշտն է, կարծում եմ դա ամենահեշտն է, ամենադժվարը, վատ բառեր ասել, սա ամենահեշտ, առակացի մեջ մենք կարդում ենք, որ իր հոգին զսպողը քաղաք առնողի պես է, այսինքն ավելի հեշտ է, որ դու քո դիմաց արված չարությունով պատասխանես, դա մեր բնական վիճակն է։ Այդ մենք չենք տանջում, ընդհանրապես մեր գործելը մեր մարդկանց համար ադամական տանջվել է պետք է, ոչ մեկ չի ջարջարվում։ Ոնց կաս իրանից բխելու է։ Այո, դա մեր բնական կարգավիճակն է, մեր անբնական կարգավիճակն է, մեր դիմաց արված ոչ ադեկվատ, ոչ ճիշտ, ոչ արժանի արված քայլին այդպես համարժեք պատասխան չտալ։ Սա մեր աննորմալ վիճակն է, ի նկատի ունեմ ոչ մեր բնական վիճակն է, բայց որ փոխվել ենք, ոնց որ մեր Տերն է մեզ սովորեցնում, որ նոր բնության վիճակն է։ Այո, նոր բնույթի վիճակն է, որ չարությանը չարությունով չենք պատասխանում։ Բայց եղբայրներ, հեշտ է դա։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Հավատացյալը որ հասնի դրան։ Արտեմ ջան, հեշտ չի, բայց Ալսանը այս համարը որ կարդաց հետաքրքիր է, հեզությունը, խոնարհությունը, հեզությունը սա Սուրբ Հոգու պտուղ է։ Այո։ Սա մարդուց չի կախված։ Սա Սուրբ Հոգու պտուղ է, հասունացման հետևանք։ Հասունա եւ կարծում եմ, որ ամեն մի վերստին ծնված քրիստոնյա այս պտուղը կամ իր սերմը, ինչպես խոսքն ասում, իր մեջ կա, որ տվյալ պարագայում ինքը այս պտուղը որտեղ պետք է երևա։ Մեր հարաբերությունների մեջ իմ զիջելը, իմ խոնարհությունը որտեղ պետք է երևա, այդ տվյալ հարաբերությունների մեջ։ Ես ինչքան անպագորգոր գոռամ, որ ես քրիստոնյա եմ, ես հոգևոր եմ, ես պարգևներ ունեմ, ես լեզուներ եմ խոսում, ես քան աղոթում եմ, բայց պարագայի դեպքում, խնդրի դեպքում ունիցելներ, դու թույլ չես տալ այդ պտուղը, որ քեզի այդ պտուղը իր համը տա քո միջոցով իր համը տա։ Եվ ես կարծում եմ, որ ընդհակառակ այդ տվյալ քրիստոնյան ինքը իր վրա պետք է աշխատի, իր ապաշխարությամբ, իր առանձնանալով Տիրոջ ներկայության մեջ, որպեսզի այս պտուղը դրսևորվի իր մեջ։ Ահա այս անգամ լավ դիմացինը զիջեց իրան, ասենք, այն մեկը կռվարար չէր, բան չարեց, բայց դու տենց չես կարա երկար։ Այո, դու չես կարա երկար տենց հոգևոր կյանք կամ քրիստոնեություն ներկայացնես։ Այդ վեճերը քո շուրջը միշտ վրայլու այնքան, մինչև քո մեջ բնավորություն ձևավորվի, որպեսզի այդ պտուղը դրսևորվի քո կյանքի մեջ։ Քան դեռ սա չկա, դու քո շուրջը միշտ վեճեր է լինելու։ Այսօր այս մեկի հետ, այսօր այն մյուսի հետ։ Մինչև դու հասակ առնես այդ պտուղը երևալու։ Իսկ հնարավոր է հասնել դրան, որ շատ քիչ է վեճերը կամ համարյա չկա վեճ։ Վեճ նկատի ունեմ կռիվ ավելի մեղավոր, մեղքի նկատի ունեմ։ Հնարավոր է հասնել այդ։ Ես կարծում եմ վեճերը միշտ լինելու են եւ կան, այլ վեճին վեճ ասելով, եթե դիմացինի բացասական վերաբերմունք հանդեպ քեզ, դա միշտ լինելու է։ Այստեղ խնդիրը նա է այդ հակազդեցությունը, ինչքան կքչանա ընթացիկ, այսինքն եթե ես օրինակ հոգևոր ասունություն չունեմ, ժամանակներ առաջ մի հատ նման բանին 2 անգամ ավել եմ պատասխանել, այսօր անցել է ժամանակներ, փոխվել եմ, հասկացել եմ, աճել եմ այդ պտուղների դրսևորման դեպքում, այդ արձագանքը չունեմ, կախված արձագանք ինչպեսին կլինի, բայց մի կարևոր բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրեմ, եղբայրներ, մենք պետք է դիմացինի նայենք, օրինակ այստեղ Պողոս առաքյալը ինչպես է նայում այդ մարդկանց, ովքեր որ իր հետ խնդիր ունեն կամ ընդհանրապես այդ խնդիրը, ասում է այդ մարդիկ են, որոնք սատանայի որոգայթից որսվածված մարդիկ են, նրա կամքին ծառայելու համար,
Պողոս Արաքյալի աչքերով Քրիստոնյաների մասին է խոսքը։ Այո, մարդիկ, որոնք այդ պահին բռնված են, նրա կամքան էլ դե վերջը մարդը կարա այդ չարությամբ դրսևորումներ անի անգամ չհասկանալով կամ հոգևոր մանուկ լինելով։ Բռնված, եկեք ասենք ճշտենք, այո, դիվահարի մասին ոչ։ Ասենք Պետրոսը Հիսուսին ասեց Սատանայի կողմից աստված բառեր։ Այո, Այդ նկատի։ այդ ազդեցության տակ ասենք, չգիտեմ, Ոգեպես մարդկային մտքեր է ասում, ճիշտ ոչ ճիշտ, հա։ Այդ աչքով նայենք, այսինքն միտքս նա է, ոչ թե թշնամի տեսնենք, այլ մեկը, որ խեղճ վիճակի մեջ է, որ օգնության կարիք ունի, որ ազատվի դրանից, ասում որ թերևս Աստված նրան ազատի այդ վիճակից։ Երբ որ մենք այդ վիճակին այդ աչքերով ենք նայում, սա ուրիշ արդեն։ Դու այդ մարդուն ոչ թշնամի ես տեսնում, այլ մեկը, որ ընդհակառակը կարիքի մեջ է, որ կարիք ունի ազատվի, օգնես։ Ոնց որ օրինակի համար արեց բարի սամարացին ոչ մի օգուտ չունենալով դիմացինից, մի քիչ կարող է շատ նման չօրինակը, բայց անշահախնդիր ոչ մի օգուտ չունենալով տեսավ ընկած մարդեր փորձեց օգնել։ Հիմա Էնել թշնամի, հա, հիմա նույնն է, երբ որ դու այդ աչքերով ես նայում մի մարդ, որ կարիքի մեջ է, դու էլ չես ուզում ոտքերով տրորես նրան, այլ փորձում ես օգնես նրան։ Մոտեցումն է սա քրիստոնյա, երբ որ դու կարողանաս այդ աչքերով նայես, էլ չես բարկանա, հասկանում ես, ընդհակառակը ավելի սիրտդ կցավա նրա վրա։ Այո։ Եղբայրներ, մի բան էլ կուզենայի ասել։ Լավ, եղբայր քուր եկեղեցում վիճեցին, հանդարտվեցին, բայց ինչ ասենք, երբ որ եկեղեցու անդամը ավագը հովվի հետ է վեճ կամ անհամաձայնություն։ Ինչ կարելի ասել սրա մասին։ Օրինակ, կարա տարբեր օրինակներ լինի, վարդապետական հարց, եկեղեցու հարց, օրինակ ինչի մենք այստեղ ֆինանսը չենք ծախսում, այլ ընդեր ենք ծախսում, չգիտեմ, տարբեր տեսակի հարցեր, այսինքն հովի հետ համաձայն չի մեկը։ Ու հա այդ թեման բացում է, լավ է, մինչև երբ։ Տիգրան ջան, ինչ կասես։ Ես կարծում եմ, որ թե հովիվը ոնց իրան պահի, թե այն հավատացյալը ոնց իրան պահի։ Ես կարծում եմ, որ նման անձնավորությունը իհարկե հովը միշտ ճիշտ է, չէ, բնականաբար ասենք հովինը կարող է սխալվի եւ սխալ անի, բայց այստեղ մի բան կա, որ առաջինը մյուս անձնավորությունը պետք է իմանա, որ նաև հովի վրա դրած է այդ ամբողջ եկեղեցու պատասխանատվությունը հովի վրա է։ Հայրը հովիվն է։ Եվ պատասխանատվությունը հայրական իրա վրա է, նրա վրա չի։ Եվ որոշ բան անգամ եթե սխալ ինքը տեսնում է, նա է պատասխան տալու։ Դե հայրը սուբյեկտիվ ձևով է ինքը տենում այդ սխալը։ Դա հարց է, դա սխալ է թե չէ։ Այո, եւ կարծում եմ, եթե փորձում է ինքը այդ ձևի պարզապես հովին ցածրացնի կամ ասենք այդ հովին որպես միշտ ես կարծում եմ, որ ես չգիտեմ, կարծում եմ, որ նման մարդու 1, 2 անգամ, 3 անգամ զգուշացնելուց ուղղակի այդ մարդուն ասի, որ հարազատս, բարեկամս ոնց տեսնում մենք չենք կարողանում ես սա եմ ես հասկանում եմ իմ դիրքը, իմ պատասխանատվությունը, եթե իմ ծառայությունը կամ իմ հովվությունը կամ իմ ծառայությունը չես ընդունում, ինչ ասեմ, դու ազատ ես։ Դրան տեղն էլ գիտես, դու ազատ ես։ Եկեղեցիներ շատ կան, ես օրհնում եմ, չեմ ուզում քո այդ վիճաբանության մեջ մտնեմ եւ որոշ բաներ կա, ես պարտավորել չեմ, որպես հայր ես ամեն ինչ քեզի ասեմ։ Ամեն քո հարցին պատասխանեմ։ Սա էլ նաև պիտի դիմացինը հասկանա։ Ասենք եթե հովիվն է, պարտավոր չի ամեն հարցին պիտի պատասխանի, ամեն ինչը պիտի ասի իրան բացատրի, այն ինչ որ իր չափ մեջ բացատրում է դիմացինը, չի ընկալում, չի հասկանում, կներես։ Այսքան է կարամ բանում։ Սրանից ավել չեն կարա։ Ասի որ դու արժան ես ավելի լավ հովվի, դու արժան ես ավելի լավ եկեղեցու։ Ես կարծում եմ սահման գոյություն ունի, ինչպես ասվեց չափ գոյություն ունի, նախ եւ առաջ առաջի բանը, որ հովիվն պետք է անի, այդ մեծահոգություն դրսևորի,
համբերելու։ Բայց հովը պետք է լսի։ Մարդը կարող է ճիշտ բան ասում։ Իհարկե պետք է լսի եւ լսել անգամ եթե բացասական բաները ասվում է, բայց կարծում եմ ժամանակ տալ նման մարդուն համբերությամբ սեր ցույց տալ մարդուն։ Ես մի օրինակ եմ հիշում Սուրբ գրքից, հետաքրքիր օրինակ է Տեր Հիսուսը առակի պես ասում։ Այ Եփանի եւ այգու տիրոջ պատմություն է, որ մտնում այգու տերը այգին եւ մի հատ ծառ տեսնում, որը պտուղ չի տալիս։ Այո։ Այգու տերը ասում է, ծառը անպիտան ծառ է, քանի տարի աշխատում չարչարում ես, այո, կտրի։ Հետաքրքիր է այգու աշխատողի, այգեպանի վերաբերմունքը այդ անպտուղ ծառի։ Ասում է Տեր կլինի, արի թող, ես եմ չարչարվողը, մի քիչ էլ կչարչարվեմ, մի տարի էլ։ Եթե հանգարց չբերի, էլի կկտրի։ Կտրելը կարող է, հա։ Հասկանում եք, մոտեցումը անպտուղ ծառի հանդեպ ունեցած վերաբերմունքը, որ դեռ պտուղ չունի, այդ սրտացավությունը, էսի շատ կարևոր հատկություն է։ Մենք օրինակ կարծում եմ պետք է ունենանք այս, որտեղ մենք ինչ ենք ուզում։ Բնականաբար մենք ուզում ենք, որ մեր բոլոր եկեղեցու անդամները լինեն իդեալական, հասուն, ոչ մեկ բեռ չլինի մեր համար, ոչ մեկ նեղություն չտա մեզ, այդ ով չի ուզի տենց եկեղեցու լինի։ Բայց այդ տեսակ եկեղեցի գոյություն չունի։ Պողոս Առաքյալը, որ Պողոս Առաքյալը եղել իր այդ որակների մեջ, ինքը չունեցել տենց եկեղեցի, որ տենց անթե։ Անես պրոբլեմներից է խոսում իր եկեղեցու մասին, որ չունեք։ Այսինքն, բայց այդ սիրո դրսևորումը, կարծում եմ, եղբայրներ, շատ կարևոր է նախ եւ առաջ։ Այդ համբերության մաքսիմում մեզանից կախվածը, մեզանից կտրելով Պողոս Առաքյալը մի սիրուն խոսք ասում է, ես պատրաստ եմ ձեզ համար ծախսվել եւ ծախս լինել, ձեզ շատ սիրելով, թեև ձեզանից քիչ սիրեմ, թեկուզ ձեզանից քիչ սիրեմ։ Ես ծախսվեմ, ծախս լինեմ ու ծախս անեմ ձեզ համար։ Ես անեմ մաքսիմալը, որ դուք օգտվեք։ Ես կարծում եմ, եթե այս մոտեցումը ցույց է տրվել, սպասվել այդ մարդու ապաշխարան, որտեվ շատ հաճախ մարդիկ իրար չեն համբերում ապաշխարելու։ Մարդիկ ինչ են ասում, սխալը տենում եմ, ասում եմ սխալը, վաղը պիտի արդեն դու փոխված անես, իդեալական անես, մեծացած հոգևոր ասուն դառնաս։ Աստված մեզ համբերում է։ Ու տարիներով մինչև հիմա է համբերում։ Նես չի որ մենք հիմա մեր հասուն ամենահասուն վիճակ, բնականաբար չենք էլ հասնի այն որակներին, որ Տերն ուզում է, բայց համբերության որը ժամանակ գոյություն։ Ինչ ես կարծում, ես քո ասած այն հարցիդ վրա եմ մտածում, որ կարդացիր այդ համարը, որ ասենք այդ անznավորությունը, ասենք բռնված է, եւ իրան ընդհանրապես չի հետաքրքրում, հո իրան կլսի թե չէ։ Ինքը չի ասում հովի համար այդ սխալը, ինքը ասում որ մարդիկ իմանան, որ այդ հովը վատն է, այդ հովը շատ սխալ է, փողն է ուտում, ասում զրպարտով բաներ է խոսում։ Եվ դու գիտես, որ ասենք այդ մարդը բռնված է։ Մենք ասում ենք մարդը բռնված է, նկատի չունենք դիվահար է։ Մարդը այո, օրինակ եմ ասում։ Կարա մարդը մի հատ ինչ-որ դեպքից կամ ինչ-որ մի հիվանդությունից ներվային հիվանդություն ձեռք բերի։ Կամ տարված է մի մտքով, իրան թվում է դա աստծո, մենք էլ անտերյակ ենք, ինքը էդի առաջ է տանում։ Ես կարծում եմ, որ այո, այն ինչ որ դու ասացիր, այս մարդկանց այս համբերությամբ, այս ամեն ինչը տար, բայց միա տեղը հասնում է, որ դու տեսնում ես, այս մարդը, էլ այս մարդու համար աղոթներ ես վերցրել, էլ այցելություններ ես արել, ամեն ինչ, տեսնում ես, որ ավելի շատ թե քո էներգիան է տանում, թե եկեղեցու էներգիան է տանում, ու ավելի շատ համբավն է եկեղեցուդ գցում եւ հովին է վարքաբեկում։ Այս մարդուն ես կարծում եմ, որ ոնց որ էլի Պողոս Առաքյալն ասում, եթե կարիք կա, պիտի սաստես, եթե կարիք կա, պիտի դրան տեղը ցույց տաս եւ ասես բարեկամս։ Հենց այսօր ես ունեցա խոսակցություն մեր ավակ քույրերից մեկի 85-ամյակներ։ Միասին գնացել էինք ռեստորան, հաց էինք ուտում, հետադարձ ճանապարհին տանում եմ իրան տուն։ Խոսացինք եկեղեցուց, վերջը հիշեցինք շատ բաներ, ասեց, հա, այն մեկին հիշեցինք ինչ-որ մի հատ քրոջ, որ արդեն եկեղեցի չի գալի, ասեց, մի անգամ ինքը ինձ մոտեցավ, մենք խոսում էինք 10-րդի փողի մասին, ու նա սկսեց հարցեր տալ, դու տեղյակ ես 10-րդի վրա այդում
հիմնականում էդի հովիվն է վերցնում, դու հովի տունը տեսել ես, միգուցե ես ինչ էր անում, ասես բաներ, ասում ես ասեցի, այս թեմայով քո հետ չեմ ուզում խոսամ, այդ տեղի նստածս տեղից ես հելա գնացի ուրիշ տեղ։ Այսինքն որևէ տեղիք չկա տալ, որևէ խոսակցության նույնիսկ նման մարդու հետ։ Այո։ Որը որ հələ չի հաստատել եկեղեցում, ֆինանսապես ընդհանրապես չի մասնակցում, ու մի հատ էլ զրպարտում է, չիմանալով ով է։ Այո։ Սրանք այդ այն որ միայն վատ բան բերող ու վերջնել մենք մի քանի ամիս հետո ինքս մեր մեջ չէր, բայց եկավ տարածեց այդ վատ բանը, բայց sense իմաստուն քույրերը մկներես էսի իմ հետ խոսալու թեման չէ ստեմ։ Այո։ Ես կարծում եմ, որ թե նման մարդու հետ ոչ պիտի վիճաբանության մեջ մտնես, ոչ եկեղեցու որևէ քույր կամ եղբայրի այդ վիճաբանության մեջ մտնի։ Մենք դինթունենք հասկանանք, որ այս մարդը հակառակորդի կողմից օգտագործվում ավակի։ Օգտագործում ինքը չհասկանալով։ Օգտագործում եւ միշտ ինքը լինում է վիճաբանությունների կենտրոնում։ Իր միջոցով այս նկատում եմ, որ հա, եւ պիտի այս մարդուն, եթե ապաշխարող չի, եթե ապաշխարած չի, եկեղեցու անդամ չի, այս մարդուն պիտի ասես բարեկամս կան լավ եկեղեցի։ Հա, արդեն հա, ոնց որ մենք ամբողջ եկեղեցին այս քան տարիա իր էներգիան քո վրա է ծախսում, բայց դու նույն վիճակի մեջ ես, փոփոխություն չկա։ Գտի հարմար եկեղեցի քեզի, որտեղ կաճես, ճիշտ են ծախսում։ Որտեղ պարզ կլինի ամեն ինչ, կարծում եմ, որ սա ուրիշ։ Մի անգամ խոսակցության ժամանակ մեկը ինձ ասեց տարիներ առաջ էր։ Իմ այդ զրուցումը, բայց Հայաստանում մի հատ հովի մասին էր խոսում։ Ինչ չեմ էլ հիշում որ շրջանի հով էր։ Բայց ինքը այդ հովը, հիմա իմ հետ խոսում է, բայց ինքը համատում է, միշտ իր ասեմ լսի, լավ չի լի դու այդ ասեմ բեղ։ Ես լավ հովիվ կա։ Ամենավ այդ ասեն հովի մոտ։ Որտեվ այդ հովը առավոտի ծիրիկուն մեր հետ էր, առավոտի ծիրիկուն աղոթում էր, առավոտի ծիրիկական հովը, այդ ինչ լավ հովը։ Իմ ասելիքից միտքը նաև նա եղբայրներ Աստծո խոսքը մեզ ասում է, որ օրինակ երբ որ տենում ես եղբայրդ խնդրի մեջ, գնա ասա, չի լսում, վերցրու մի ուրիշ եղբոր, գնացեք միասին ուրիշ փորձեք։ Եթե Իրանը չլսի, երրորդ տարբերակ եկեղեցուն ասա, այսինքն այս հոգատարության process-ներն ու պրոցեդուրաները անցնելուց հետո ասում է, եթե օգուտ չտա, թող ինքը հեթանոսի պես նես մարդ, որ ապաշխարած չի, դու նայես նրան հետ աչքեր։ Այսինքն միտքս նա է, այո, երբ որ հայտնաբերվում է, երբ որ այդ ամեն աշխատանքից հետո տարիներ դու հոգ ես տարել, տարիներ օրինակի համար այդ մարդուն մտածել ես օգնես, որ ինքը փոխվի այդ իր վիճակից, եւ այդ մարդը մնացել է եւ զգում ես, որ ընդհակառակը բնականաբար դա այն քայլն է, որ պետք է անել եւ ստիպված քայլը, որ պետք է անել։ Լավ, եղբայրներ, իհարկե վեճերը եկեղեցում Աստված տա չլինի, բայց լինում է ու Աստված տա իմաստություն, որպեսզի չվերածվի թշնամության, որոշ դեպքերում ես լսել եմ, որ մարդիկ նույն եկեղեցում են իրար հետ չեն խոսում, թշնամու պես են ու ամեն մեկը գիտի, որ ինքն է ճիշտ, չպատկերացնելով, որ դա չի բերում լավ տեղ, դա նույնիսկ գրած է կռիվանողները, բաժանություն լինը, Աստծո արքայությունը չեն ժառանգում։ Լավ, վեճեր աշխարհում, այսինքն գործի տեղ, դպրոց, ինստիտուտ, միջավայր, շրջապատ եւ այլն։ Ստեղ քրիստոնյան ոնց պետք է իրան պահի, որովհետեւ շատ դեպքերում ոչ բոլոր տեղերում են բոլորը հավատացյալ։ Հիմնականում անհավատ են։ Ու դու չես կարող այդ մարդկանց փոխես։ Մանավանդ Բելգիայում, չգիտեմ Հոլանդիայում ոնց է, Բելգիայում կարան աշխատանքի տեղը թեկուզ իմանան, թեկուզ չիմանան, իրանք կարան Աստծուն ձեռ առնեն։ Այսօր Բելգիայում դա շատ ընդունված բան է, ասենք շատերը կաթոլիկ դպրոցներում սովորած տեղյակ, լավ տեղյակ են։ Ու գործի տեղը կարան ձեռ առնելով խոսալ, մանավանդ իմանալով, որ հավատացել է իրանց այդ աշխատում, ձեռ առնելով բան, ասենք ստի պահի իրան հավատացյալը։ Ես կարամ մի տեղ կարդամ ուղղությամբ։ Այն տեղը, որ մենք սկզբից կարդացինք, Հռոմեացիս 12:17-ում շարունակությունը շատ հետաքրքիր է, էլի, ուզեմ հենց կարդամ, հետաքրքիր բաներ կա այդտեղ արագի մեջ։ Ասում է, մեկին չարի տեղ չարը մի հատուցանեք, ամեն մարդկանց առաջ բարի խորհուրդ ունեցեք։
եթե կարելի է ինչքան որ ձեզանից կախված է ամեն մարդկանց հետ խաղաղություն ունեցեք։ Ձեր անձերի համար վրեժխնդրություն մի անեք։ Դուք մի անեք։ Սիրելիներ, այլ բարկության տեղի տվեք, որտեղ գրված է վրեժխնդրությունը իմն է, ես հատուցում կտամ, ասում է Տերը, բայց դուք քո թշնամուն պետք է սիրես, հաց տուր նրան, եւ եթե ծարավ է ջուր տուր նրան, որովհետեւ այս անելով կրակի կայծեր կժողովես նրա գլխի վրա, մի հաղթվիր չարից, այլ բարիով հաղթիր չարի։ Այսինքն սա են քրիստոնեական են ֆունդամենտալ մոտեցումն է նմանատիպ հարցերին ամեն իրավիճակների մեջ, իմ փոքր մեծ կոնֆլիկտների մեջ ընդհանուր մեզ մղող բանը սա պիտի լինի։ Նախ առաջի բանը, որ մենք պիտի իմանանք ոչ մի չարություն, որ գործվում է մեր դեմ կամ ընդհանրապես, դա հենց այդպես չի լինում։ Ասում է դու թույլ տուր Աստծուն ինքն է այդ ամենի համար հատուցում անողը, բայց քո գործը թշնամուդ ասում է հաց տուր, ջուր տուր, եւ դա անելով նրա գլխի վրա կրակի կայծեր ես դիսում։ Մի հետաքրքիր օրինակ ունենք այս ուղղությամբ Եղիսեի հետ կապված, հիշում եք այն պատմությունը, որ Իսրայելը շրջափակման մեջ էր, Եղիսեի ծառան տեսավ, ելավ, ասեց կորանք, համ թշնամիները շատ են, վերջը պատմությունը նա է, Եղիսեն աղոթում է, ինքը տեսնում է հրեշտակներին, որ շրջապատել են, եւ այս իրավիճակը փոխվում Աստված կուրությամբ է զարկում, պատմությունը նա է, որ այդ թշնամիներին քշում են, բերում են իրանց քաղաք դռները փակում են, եւ Աստված նրանց աչքերը բացում է թշնամիների եւ տենում են գերի են ինչ են անում զորքը մնացած ասում են հա դե բերեք կոտորենք սրանց Եղիսեն չի թողում ասում է սպասեք ասում է մարդկանց հաց տվեք ջուր տվեք հաց են տալի ջուր են տալի եւ ասում արձակեք թող գնան արձակում են գնում ոչ բնական, բայց հետևանքն եմ ուզում նաև ասել։ Հետևանքը նա է պատմություն ասում է այդ շարունակության մեջ, որ այդ ազգը դրանից հետո երբեք Իսրայելի հետ պատերազմ չարեց։ Մենք ինչ ենք ուզում, մենք ուզում ենք պատասխան տանք դիմացինի արածի համար, համեմատ թե ուզում ենք լուծվի այդ խնդիրը, փոխվի այդ մարդը, սա է խնդիրը, այս սրանք օրինակներ են, այս կրակի կայծեր դիզվել են, նրա մասին է, որ մենք մեզանից կախված նանենք, որ օգնենք այդ մարդը փոխվի, որ վաղը չանի, այո, վաղը չարություն չանի, իսկ եթե կմնա, այստեղ էդ էլ ասում, եթե կմնա չի էլ փոխվի, իմացի, որ հատուցում ունի ինքը, բայց Աստծուց, դու մի վրեժ խնդիր եղիր, թող Աստծուն է տամ։ Այո։ Իսկ ովքեր որ ինստիտուտում են, դպրոցում են, մեր երեխաներին ինչ կարելի ասել կարճի մեջ։ Մենք նույն բաներն է իհարկե, մենք սկզբից հենց խոսեցինք հենց սկիզբը, որ Վարսանը կարդաց այն համարը, որ ամենայն դեպս ասում վիճաբանություններից, վեճ ստեղծվող կամ կռվի տանող բաներից Աստծո ծառան պետք է հեռու մնա։ Սա մենք մեզ համար պետք է վերցնենք, որ մի բան պետք է հասկանանք, մենք մտնելով հոգևոր դաշտի մեջ, սատանան մեր ողջ կյանքի ընթացքում կփորձի հատ ծուղակներ ստեղծել, բաներ անել, որպեսզի մեզ գցի մեր անցյալի մեջ, մեր հին մարդու մեջ, որ մենք վարվենք առաջվա գնացող սկզբունքներով եւ հին մարդու վարվելակերպով։ Եվ այստեղ մենք դի ուշադիր ենք եւ որքան հնարավոր է հեռու մնալ, այսօրվա երիտասարդը վեճը մեր բաժինը չի, ընդհակառակ Հիսուսը երանի տվեց այն անձին, որը խաղաղասեր է, խաղաղություն է։ Մենք կանչված ենք որպես խաղաղության որդիք խաղաղություն բերելու, ոչ թե վեճերի մեջ մտնելու կամ վեճի մեջ տանելու։ Դրա համար փորձենք մաքսիմալ հեռու մնալ։ Միևնույնն է, սա արդեն փորձառաբար եմ ասում, միևնույնն է, գնաս վեճի դիմացինի հետ, նորից դու հասնելու ես միտեղ որպես քրիստոնյա, դու խարխափելով խնդրես, որ ներեն քեզի կամ դու ներես կամ խաղաղություն դու գլխից գիտես որ տեղ ես դու ես եթալու այդ քայլը դիմացինը չէ դու ես եթալու եւ այդ ժամանակ եթալու ես որպեսզի Աստծո մոտ ընդունվես որպեսզի այդ մարդը քեզ ների հենես սկզբից հասկացի որ լավը շարունակես չգնաս որ չհասնի տեղ այո այո Սիրելի քույրեր եղբայրներ
շատ լայն թեմա է, այնքան հարցեր կար, որ մենք ուղղակի չենք կարող այս բոլոր պատասխանները տանք։ Մի կողմից չի կարա մեր կյանքը տենց դեպքեր չլինի, չի կարա ուղղակի, որովհետև մենք տարբեր մտքեր ունենք, խառնված, տարբեր բնավորություն, տարբեր ձև ենք, մեր աշխարհընկալումն է տարբեր բոլորինս, բայց թող Աստված օրհնի, որպեսզի մենք կռվի, բաժանման, այսինքն այն մեղքերի մեջ չլինենք, որը որ աստվածություն չի տանում, այլ լինենք, եթե նույնիսկ բանավիճում ենք, եթե նույնիսկ տարբեր մտքեր ենք ասում, եթե նույնիսկ մի ինչ-որ բանի չենք գալիս, դադարենք, ժամանակ վերցնենք, աղոթենք, ըստ Աստծո խոսքի վարվենք, ինչ-որ տեղել զիջենք, ներենք, թողենք որոշ բաներ, որպեսզի հոգևոր աճենք, որպեսզի մենք կարողանանք իմանալ Աստծո կամքը ու կատարել Աստծո կամքը։ Տեր օրհնի, եթե հարցեր ունեք, կարող գրեք մեզ, էլեկտրոնային մեր հասցեին, մինչ հաջորդ հաղորդում։